Եվ ինչպես 20 թվից լրտեսական նպատակներով գոյություն չունեցող միջանցքի թեմային առաջ տանում, ինչպես լրտեսական նպատակներով մեզ մեղադրում էին բանակը քանդելու մեջ, ինչպես լրտեսական նպատակներով պատերազմ էին գուժում, այսօր էլ լրտեսական նպատակներով 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա են քննարկում։ Ես ասում եմ, չկա տես թեմա եւ չի լինելու, մենք փակել ենք այդ թեման։ Բայց նաեւ անկեղծ ասում եմ, այդ թեման մենք փակել ենք միևնույն ժամանակ փակելով 500,000 հայերի Ադրբեջանից տեղահանված վերադարձի թեման, որովհետև այս է խաղաղությունը, ժողովուրդ ջան, մենք պիտի վերջո կանգ առնենք, մենք պիտի մի կետի վրա կանգ առնենք, հակառակ դեպքում այս կոնֆլիկտը սերնդեսերունդ փոխանցելու ենք։ Ես իմ եւ ձեր, որովհետև իմ որևէ առաքելություն կտրված չի ձեր առաքելությունից, որովհետև ես ձեզնից մեկն եմ, ում դուք վստահել եք Հայաստանի կառավարումը։ Այո, ես եմ մարդն եմ, ժողովուրդ, որ ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այո, ես այդ մարդն եմ։ Եվ ես դա ասել եմ, որովհետև նվիրված եմ եղել, հավատացած եմ եղել գաղափարներին, որ բազմաթիվ ձևերով դպրոցի տարիներից մեզ ներմուծել են։ Բայց ես գնացել եմ անկեղծ ճանապարհով ասելով, որ այս կոնֆլիկտը մենք այս երեխեքին պետքա չժառանգենք։ Եվ այդ ճանապարհով անկեղծ գնալով հասկացել եմ, որ մեզ դրել են թակարդի մեջ, Ղարաբաղով մեզ դրել են թակարդի մեջ, եւ եթե մենք շարունակենք այդ ճանապարհը, մենք կորցնելու ենք Հայաստանը եւ Հայաստանի պետականությունը։ Եվ ես այո ուժ եմ, թե դա հեշտ չի, ժողովուրդ ջան։ Ես իմացել եմ, որ ինձ մեղադրելու են ամեն ինչի մեջ, ամեն երկու օրը մեկ ինչ հիշեցնելու են, ասել ես Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն դավաճան են ասելու, հողատու ամեն ինչ ասելու են։ Բայց ես այսօր շատ ուրախ եմ, որ ես այդքան ուժ եմ գտել իմ մեջ եւ կանգնել եւ առերեսվել ճշմարտությանը եւ Հայաստանը դուրս բերել։ Եվ Հայաստանը դուրս են բերել թակարդից։ Եվ այսօր Հայաստանը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Եվ այս երեխեքը, մենք այս երեխեքին կիսատ պռատ անհասկանալի հարցեր չպետք է ժառանգենք, մենք մեր երեխաներին պետք է ժառանգենք սահմանազատված սահմաններով, բաց սահմաններով, խաղաղության խաչմերուկի կարգավիճակ ունեցող, բարեկեցիկ եւ զարգացող հարևանների հետ խաղաղություն հաստատած Հայաստանի Հանրապետություն։ Մենք մեր երեխեքին չպետք է գործուղենք զոհվելու, մենք մեր երեխեքին գործուղում ենք ապրելու, կյանքը վայելելու, ազատ լինելու, երջանիկ լինելու, եւ սա չի նշանակում, թե մենք ուրանում ենք մեր որևէ նահատակի, ընդհակառակը մեր նահատակների, մեր զոհերի անունը եւ հիշատակը բարձր պահելու մեծակույն ձևը, դա զարգացած, անկախ, ուժեղ Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, բարեկեցիկ եւ երջանիկ։ Իսկ մեր երկրում գործում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, որովհետև մինչ մեր զավակները զոհվել են, նրանք այդ եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները միլիարդներ են վաստակել պատերազմի վրա, փակուղու վրա, կոնֆլիկտի վրա, հայրենասիրական կեղծ ճառերի ներքո։ Այսօր Գագիկ Ծառուկյանն ասում է, ինչ քարտեզա կպցրե, ասում է փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, այս ինչ քարտեզա կպցրե, որովհետև ինքը գիտի իր զավակները ոչ ծովից ծով Հայաստանի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մի կրակոտ չեն արձակել, չեն էլ արձակելու, նրանք կրակել են Հայաստանի քաղաքացիների դեմ, Երևանում են կրակել, Աբովյանում են կրակել։ Եվ մենք, ժողովուրդ, եւ մենք, այդ մարդիկ, որ իրանց ուժեղ, իբր ուժեղ են ներկայացնում, իրանց մուսկուլներն են ցույց տա, այդ մարդիկ ամբողջ կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում
գոյություն են ունեցել ենքան, եթե ունեցել են հովանավորներ, ինչպես իրանք են սիրուն ասում, եթե ունեցել են պապաներ։ Եվ այսօր նրանք ինքնուրույն որևէ բան չեն անում։ Ինչ որ արել են, նրանք արել են հովանավորների ներքո։ Եվ այսօր են նրանք քաղաքականության մեջ են, որովհետև իրանց հանձնարարված է։ Նրանք ես ասում եմ, տեսեք իրանցում 100 տարի չգործած եկեղեցի ենք մենք օծում։ Մենք Հայաստանում տասնյակ եկեղեցիներ ենք վերականգնել եւ վերականգնում։ Այդ մարդիկ այսօր եկել են ասում են, մենք հայ առաքելական եկեղեցու պաշտպաններն ենք։ Էլի ասում եմ, չնայած 4 անգամ եմ ասում։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Կալուգացի օլիգարխը թող մտնեն ուղիղ եթեր եւ ասեն Աստվածաշունչը, նոր կտակարանը եւ ավետարանը ինչով են իրարից տարբերվում։ Այդ մարդիկ չեն կարա, այդ մարդիկ հայերեն կարդալ չգիտեն, ժողովուրդ ջան, այդ մարդիկ հայերեն խոսալ չգիտեն։